Երբ ելույթ եմ ունենում որպես դաշնակահար, դաշնամուրի մեջ նվագախումբ եմ փնտրում։ Երբ դիրիժորական վահանակի մոտ եմ, նվագախումբն է ինձ համար դաշնամուր։ Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում Երևանյան հեռանկարներ 15-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հանդես կգա 450 տարվա ավանդույթներ ունեցող Բեռլինի պետական նվագախումբը հանրահռչակ դիրիժոր եւ դաշնակահար Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ։ Դիրիժորությունը թե մենանվագը հասրեց Բարենբոյմ ֆենոմենի սրընթաց փառքի դժվար է ասել։ Փաստ է այն, որ նրա առաջին մենահամերգը կայացավ 7 տարեկանում, 11-ում արդեն դիրիժորական արվեստ էր ուսանում Զալցբուրգում, իսկ 23 տարեկանում ղեկավարում էր բրիտանական կամերայի նվագախումբը, որի հետ էլ որպես դաշնակահար եւ դիրիժոր ձայնագրեց Մոցարտի բոլոր կոնցերտները, որոնք շատ երաժշտական քննադատներ մինչ օրս համարում են անգերազանցելի։ Անհամար մրցանակների, պարգևների, շքանշանների, այդ թվում ֆրանսիական պատվո լեգիոնի կոմանդոր, Իտալիայի մեծ խաչի ասպետ, Գերմանիայի մեծ խաչի եւ աստղի շքանշանակիր, 7 Գրեմմիի մրցանակակիր, առաջատար համալսարանների պատվավոր դոկտոր, աշխարհի ամենահեղինակավոր օպերային եւ սիմֆոնիկ նվագախմբերի ղեկավար, Չիկագոյի եւ Բեռլինի նվագախմբերի ցմահ պատվավոր դիրիժոր, Միլանի Լա Սկալա թատրոնի գլխավոր դիրիժոր Դանիել Բարենբոյմին կարելի է համարել աշխարհի քաղաքացի։ Ծնվել է Արգենտինայում, Ռուսաստանից գաղթած հրեական ընտանիքում, Իսրայելի, Պաղեստինի, Իսպանիայի պատվավոր քաղաքացի է, ապրում է Բեռլինում, հիմնել է Արևմուտք Արևելք դիվան երիտասարդական նվագախումբը կազմված արաբ եւ հրեա երաժիշտներից։ Իրավամբ արվեստը սահմաններ չի ճանաչում։ Ունեմ հայազգի լավ բարեկամներ, դուք աշխարհին տվել եք մեծագույն մարդկանց, նշեց Բարենբոյմը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Ես ապրում եմ ինչպես ուզում եմ, անում եմ այն, ինչ ցանկանում եմ, ասաց նա, սակայն թերևս ամենակարևորը պատասխանատվության զգացումն է։ Ինչ եք մեզանից պահանջում եւ ոչ թե ինչ է աշխարհը անում։ Պետք չէ ազատությունը դեմոկրատիան ամենաթողության հետ շփոթել։ Ինչ վերաբերում է երաժշտությանը, սա հոգևորի դրսևորման գագաթնակետն է, եւ նրա կարծիքով պարտադիր է հանրակրթական դպրոցներում այն դասավանդելը։ Երաժշտությունը բառերով չես բացատրի, թե բացատրեի, ասաց հանրահռչակ երաժիշտը։ Այսօր Բեթհովեն չէի կարողանա ղեկավարել։